Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Տեսակապով կզրուցենք Կալիֆոռնիա Courier թերթի գլխավոր խմբագիր ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սասունյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Ամենայն սիրով։ Պարոն Սասունյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշ ուժեր պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով, եթե ինքը չընտրվի կամ չվերընտրվի, ինչպես ասում են։ Եվ երեք ընդդիմադիրներն էլ նրան հիշեցնում են, որ հենց իր օրոք են եղել ամենաշատ պատերազմները, ամենաշատ կորուստները, երկրորդ հայոց ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ Արցախում եւ այլն։ Ձեր գնահատականը Փաշինյանի հայտարարություններին ու այս ամենին, այսինքն 2018-ի սցենարն է, այն ժամանակ ասում էր կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, հիմա էլ ըստ էության ասում է, եթե ինքը չլինի վարչապետ, կլինի պատերազմ։ Ուրեմն ինչ որ վարչապետը անում է, իր համար շատ սովորական մի բան է, անդադ փորձում է ժողովրդին խաբել եւ այսպես երազային խոստումներ խոստանալով, որ ես խաղաղության մարդ եմ, խաղաղություն բերեմ, բայց ինչպես արդեն դուք ասացիք, օպոզիցիան ասում է արդեն, որ 2020-ին պատերազմը, Չախշախրիս պատերազմը բարդություն գրեց, հետո 2023-ին ամբողջ Արցախը բարբվեց եւ ինքը Արցախը հանձնեց Ադրբեջանին, միջև այսօր ասում է, որ Արցախը Ադրբեջանի հողամաս է, հետո նաեւ չեմ մոռանանք, որ 2021 եւ 22 թվականին Ադրբեջանի բանակը մտավ Հայաստանի սահմանեն ներս եւ մինչեւ այդտեղ նստել են, դուրս չեն գալիս, եւ որ հարցնում են վարչապետին ինչ է անելու, ասում է ոչինչ, մի բան որ խախտում է իր սահմանադրական լիազորության, որովհետեւ վարչապետը պետք է պաշտպանի Հայաստանի սահմանները, եւ այսպես մեր ժողովուրդը արդեն մի քանի անգամ խաբվել է, 7 տարի խաբվել են, հուսանք վերջապես կարթնանան, որովհետեւ եթե չարթնանան, մենք այլևս հայրենիք չեն ունենալու։ Պարոն Սասունյան, Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունն արձանագրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ։ Զեկույցում կառույցն օրինակ է բերում Ադրբեջանի պահանջը փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Մենք այս օրերին ականատես ենք լինում Հայաստանի իշխանությունների կողմից պատրաստակամության եւ հայտարարությունների այն մասին, որ սահմանադրությունից պետք է հանվի անկախության հռչակագրին հղումը։ Սա Ալիևի պահանջի ուղիղ կատարում չէ եւ արդյոք Միացյալ Նահանգների հետախուզական ծառայության այս զեկույցը ուղիղ չի ասում, որ Ադրբեջանի պահանջով է փոխվում Հայաստանի սահմանադրությունը, որքան էլ Հայաստանի իշխանություններն այլ բան փորձեն համոզել։ Այո, շատ հստակ է, որ սահմանադրության ոչ թե փոփոխությունը, այլ լրիվ նոր սահմանադրություն պատրաստում են զերոյից։ Էդի Ալիևի պահանջն է, որ Ալիևը մի 100 անգամ վերջին 1 տարի ավելի գրտնում է, ուրեմն ովևէ կասկած չկա, եւ որ քուշնամիտ մի բան է ասում, պետք է ուշադրություն դարձնես, որովհետեւ եթե չդարձնես, քո վնասով դուրս կգաս։ Ուրեմն չվերապերում է ամերիկյան հետախուզական զեկույցին, Այդտեղ շատ կարևոր մի դող կա, որ մենք պետք է մեր ուշադրությունը այդտեղ սևեռենք, որ հետևյալն է, ոչ միայն ասում է, որ բակավին սահմանադրությունը պետք է փոխվի, դա բոլորս իմանում ենք արդեն, բայց ասում է, որ սահմանադրության փոփոխվել են յետքը պետք է հանձնվի ժողովրդի հանրաքվեին։ Եվ ամերիկյան շատ խիստ մտահոգ է այդ հանրաքվեից, դա ինքը այդ հանրաքվեն նկատում է իր խոսքով խոչընդոտ։ Ոչ թե այսինքն ամերիկան քաչալերում որ ժողովուրդը իր խոսքը ասի, այլ վախենում է, որ ժողովուրդը եթե խոսքը ասի, կարող է խոչընդոտել Փաշինյանի վերընտրությունը, եթե ընտրույց առաջ լինի այդ կվեն, եւ ընդհանրապես Փաշինյանը շատ վատ բարդությամբ դուրս գա այս process-ից, դա է գլխավոր մտահոգությունը, որովհետեւ ինչպես միշտ ասել ենք, վարշավետ ամեն ինչ անում է, որ իշահ Ադրբեջանի, իշահ Թուրքիո, իշահ Եվրոպայի, իշահ Ամերիկայի, բայց երբեք իշահ Հայաստանի։ Բայց ամեն դեպքում նույնիսկ այդ զեկույցում է արձանագրվում, որ խաղաղություն չկա, կան խոչընդոտներ եւ որ պետք է Հայաստանը փոխի այդ սահմանադրությունը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին որոշակիորեն հակադրվում է սա այն առումով, որ նա ասում է, որ արդեն իսկ բերել է խաղաղություն եւ որ օգոստոսի 8-ին նախորդ տարվա ստորագրված այդ հռչակագիրը բավարար է, որ այս պահին ունենանք խաղաղություն։ Ուրեմն այստեղ երկու գլխավոր հարցեր կան։ Մեկը այն է, որ խաղաղության դաշնակիրը դակավին չի ստորագրվել, ուրեմն ոչ ինքը, ոչ էլ ովև մեկը խաղաղություն բերել է Հայաստանին, որտեղ տաշիկ չկա,
Անշուշտ նույնիսկ դաշինքը Ալիևը սուակրի չի գարանտիանում որ խաղաղություն լինելու է կարող է Ալիևը սուակրել եւ հաջորդ օրը հարձակվել որտեղ ինքը ուրանում է Հայաստանի Հանրապետության գոյությունը կոչելով այն Արեմեդյան Ադրբեջան եւ 300,000 ազերիների վերադարձ Հայաստանի հողադարձ ուրեմն այդ խաղաղություն չի երկրորդ գեդը որ ուզում եմ շեշտել ոնց կարելի է երկու երկրների միջև խաղաղություն ստեղծել երբ որ քո տշնամի բանակը նստում է քո սահմաններից ներս դեր նաև չենք նշում որ ունենք փանդարյաններ Արցախի ղեկավարները Բաքու փանդում են դադարվել են երկար տարիների փանդարգության ուրեմն այսպիսի խաղաղություն աշխարհի պատմության մեջ չի եղել որ երկու երկրների ղեկավարները հայտարարեն որ խաղաղություն ունենք եւ որ մի երկիր կրավել է մյուս երկրի հողատարածքը ցերպակալել է հայ ղեկավարներ բանդար դադել է գերստադով եւ բանդարգել է 20 տարի ծգյանս եւ այլն Մեսի անգամ եւս հերթական գերզիկն է Փաշինյանին որ խաղաղություն բերել է ինքը փորձում է ժողովրդին սպառնալ եւ վախեցնել որ եթե ես չնդրվեմ բادرած լինելու է նույն բանը որ Ալիև որ հաջող գրեթե միշտ ամեն օր սպառնում է հարցակվելու եմ եթե չդակ եթե միջանցքը չդակ հարցակվեմ վերցնեմ եւ այլն Ալիևը եւ Փաշինյանը նույն բանն են անում երկուսն են մեր զարմանալիորեն մեր հայրենի ժողովրդին վախեցնում են սպառնում են Որոշ ժամանակ առաջ Հայաստանի իշխանություններն ասում են որ Ադրբեջանի սահմանադրությունում էլ իրենք են Հայաստանի համար վտանգներ տեսնում բայց այդ հարցը չեն բարձրաձայնում որպեսզի խուսափեն կոնֆլիկտներից Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, այլ կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր, եւ ասում է առաջիկայում տեքստի վերլուծությամբ դա կապացուցի։ Ասում է պատկերացրեք դուք տեղափոխվել եք նոր բնակարան, ապրում եք ընդհանուր հարթակում, սպառնում եք եւ դիմացինի, եւ հետևի, եւ կողքի հարևաններին, այդպիսով հռչակելով նաեւ անկախություն։ Արդեն պարզ է, թե ինչ թեզեր է Նիկոլ Փաշինյանը շրջանառելու, բայց այս դեպքում իրենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության պահանջ ինչու չեն դնում, եթե տեսնում են ել ավելի վտանգավոր դրույթներ Հայաստանի համար։ Ուրեմն մի քանի հարցեր կա որ պետք է բացահայտենք ժողովրդի առաջ որ շատ հստակ լինի ուրեմն նախ այդ խաղաղության դաշնակիրը որ 17 գետերից բաղկացած է այդտեղ շատ հստակ գրվել է մի գետ կա ասելով որ երկու երկրների օրենքները եւ սահմանությունը ենթակա են խաղաղության դաշնակիրի բովանդակության այսինքն խաղաղության դաշնակիրը ավելի բարձր իրավասություն ունի, քան թե ովը մեկ սահմանություն կամ օրենք։ Եթե այդպես է, ինչ է պատճառը, որ Ադրբեջանը այսքան բնդում է, որ սահմանությունը փոխվի, երբ որ գրվել է այդտեղ, որ սահմանությունը ինչ որ հաստատում է էդի անիմաստ է եւ պետք է անդեսվի։ Էդի մեկ։ Երկրորդ Փաշինյանը անընդհատ պատրաստ է ամեն տեսակի Ադրբեջանի բանջարներին զիջումներ անելու Եվ այդ է բաժարը, որ եւ այս զիջումները միշտ միակողմանի են։ Մենք երբեք չենք տեսնում, որ Հայաստանը որ այսքան զիջումներ արի, Ադրբեջանը մի հատ զիջում անի եւ ուրեմն օրինակ համար այդ Թրամփի ճանապարհը որ սուակրեցին սպիտակ դան մեջ ովը մեկը չի խոսում այս մասին, դժբախտաբար ոչ մի Փաշինյանը չի խոսում, որտեղ կորզին չկար, բայց ովը մեկը չի խոսում այդ բանի հարց, որ ինչի համար է որ Ադրբեջանը, Հայաստանը եւ Թրամփը սուակրեցին մի ճանապարհ, որ Հայաստանը հադում է, եւ եթե երկուստեք լիներ այդ համաձայնությունը, պետք է նաեւ Ադրբեջանի մեջ լիներ Թրամփի ճանապարհ, որ հայերն էլ այդ ճանապարհից անցնեին գնային Ռուսաստան։ Այդ մասին հրճակագիր չի սուակրվել։ Այդ մասին ամերիկյան ընկերություն չի սարքվել, որ ղեկավարի կոնտրոլանի այդ ճանապարհը ուրեմն միշտ միակողմանի է ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանության այո այդպես նշում կա բայց Փաշինյանը անգամ եւս զիջում է ասում է որ մենք չենք պահանջելու բայց ինչի համար է որ Ալիևը պահանջում է իսկ մենք պետք է պահանջենք եթե Ալիևը պահանջում է մենք էլ պետք է պահանջենք
Զայրահեղ զիջումների մի երկար շարան այստեղ Փաշինյանի կողմից, որ հասկանալի չէ, դա պատճառը որ մարդ սկսում է մտածել զայրահեղ բաներ, օրինակ համար որ Երևանի վարշապետի աթոռի վրա նստող մարդը ոչ թե Փաշինյանն է, այլ Ալիևն է։ Դե Ալիևը նստեր, դարբեր որոշում չէր առնելու, կամ ինչ որ Փաշինյան առնում է։ Պարոն Սասունյան, իսկ հետևում եք Նիկոլ Փաշինյանի այսպես ասած քարոզարշավին։ Այո, այդ քարոզարշավը նույն բանը արեց 21 թվականի ընտրությունների առաջ, որքան որ ես իմանում եմ, ճշտեք եթե սխալ եմ, Հայաստանի ընտրության օրենքով որոշ սահմանափակում կա, թե քանի օր առաջ ընտրությունից կարող ես քարոզարշավ սկսել։ Ուրեմն 2021-ին Փաշինյանը արդեն մի տարի առաջ սկսել էր քարոզարշավի, մարզերը գնում էր, գյուղերը ամենտեղ պետության հաշվին քարոզարշավ էր անում, ինչ որ օրենքի խախտում է երկու տեսակի, թե ժամկետի տեսակետից եւ թե ալ pedagogan ռեսուրսներ օգտագործելով ճամփորդել այստեղ այնտեղ։ Հիմա նույն բանն է անում, արդեն ամիսներ առաջ սկսել էր քարոզարշավի, վերջերս շատ ավելի այսպես շտապ հաջողակի այցելությունները տալիս, երաշկի է ուդում եւ այլն, բարում են ավտոբուսի մեջ, այս էլ խախտում է, նաեւ ժամկետի խախտում է անգամ եւս, եւ անընդհատ ասում են, որ մենք եկել ենք ռեֆորմ անելու, մենք կոռուպցիան վերացնելու, խախտում չենք անելու, բայց տեսնում ենք, որ ամեն օր տեսնում ենք ինչ է լինում, բոլոր տեսակի կոնտրակտները, համաձայնագրերը տալիս են իրենց շրջանագին, առանց մրցույթի, շտապ ծևով, որովհետեւ մրցույթ չլինի, որովհետեւ իրենց մարդիկը իրենք ստանան առանց մրցակցության, եւ մարդիկ շահագործում են իրենց պաշտոնները, առնում են դուներ առանց վճարելու լրիվ քինը այդ դան եւ որոշ թյուրություններ տալիս են այդ ցախող կողմին, որովհետեւ այդ ցախող կողմը համաձայնվի որ ավելի քիչ վճարում լինի։ Այս բոլորը խախտումներ են օրենքի, կոռուպցիա են եւ պետք է մոռանանք, որ երբ որ Երևանի քաղաքապետարանի ընտրություն տեղի ունեցավ 2 տարի առաջ, այդտեղ էլ տեսանք բավական հակին փաստեր, որ այդ գումարները, որ նվիրել էին քարոզարշավի համար ԿԲ-ի, այդ գումարները ուրեմն ուղարկվել էին գերձ անուններով եւ այդ մարդիկը, որոնք որոշ ստակրել էին այդ գումարները փոխանցել էին, այդ մարդիկը այդ գումարները իրենց չեր պատկանում ուրիշի գումարներ եւ ուրիշի գումար իրենք հանձնել են, ինչ որ խախտում է եւ երբ որ հարցրեցին թե արդյոք դատախազությունը սպառվելու է այս խախտումով, ասացին ոչ, որտեւ ինչ որ ուզում են իրենք անում են եւ ոչ միայն ամեն օր խաղաղության մասին խոսում է Փաշինյանը, նաեւ խոսում է ամեն օր դեմոկրատիա բառը օգտագործելով, այս տեսնում ենք, որ դարիների ի վեր դեմոկրատիա չկա, ճիշտ հակառակը դիկտատորա կա, որովհետեւ միայն մի հոգի կա Հայաստանում, որ բոլոր որոշումները պետության ինքը միայնակ առնում է, ոչ լսում է փոխվարշապետներին, ոչ նախարարներին, ոչ ազգային ժողովին, ոչ նախագահին, նույնիսկ ես հիշում եմ մի անգամ ազգային ժողովին հարցրեցին, այսինչ որոշումը որ արել ես, ում հետ խորհրդակցել ես, ինքը շատ հստակ ասաց ամիջապես, ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել, այսինքն ինքը նույնիսկ հբարդ է, որ ոչ մեկ չի խորհրդակցում, եթե բադահեր որ ունենանք մի հանճարեղ վարշապետ, որ ամեն ինչ ինքը իմանում է, ինչ որ պիտի որոշի ամեն ինչ իմանում է, այդ կանել վատ չէր լինի, բայց մի մարդ որ ոչ իմանում է, ոչ էլ հարցնում է, ոչ էլ խորհուրդ հարցնում է ուրիշից, դա երկու ամենավատ վարիանտներն են, որ ինքը ունի։ Պարոն Սասունյան, եւ որպես նաեւ խմբագիր ձեր գնահատականը հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմին Օհանյանի հետ կատարվողի հետ կապված, նրան հրավիրել էին քննչական կոմիտե ըստ հրապարակ օրաթերթի վկայի կարգավիճակով եւ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը եղել է 2024 թվականի տարեվերջին հրապարակված խմբագրական նյութը։ Եվ ըստ այդ հոդվածի հատկանիշներով այն իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչի հիման վրա է փաստորեն եղել, դրանցից որևէ մեկով։
Ձեր դիտարկմամբ ինչ խնդիր են սրանով լուծում իշխանությունները։ Ուրեմն այստեղ էլ մի քանի լուրջ հարցեր կան։ Նախ ինչ է պատճառը, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ այս հարցը բարձրացնում է իշխանությունը, երբ որ այդ հոդվածը գրվել է 2024 թվականին, 2 տարի առաջ։ Նույն ցերակիրը կա Աշաբահյանի ցերպակալության վերաբերյալ, որ Աշաբահյանը մի հայտարարություն արել էր 2 տարի առաջ, եւ նոր վերջին ամիսներին իրեն ցերպակալեցին, բանարգեցին եւ այլն։ Այսինքն էսի ցույց տալիս է, որ իրենք լուրջ չեն վերաբերում ոչ օրենքի եւ այլն, ինչ որ ուզում են անում են։ Եթե տեսնում որ մեկը իրենց հագարակ է, ով որ լինի այդ մեկը, օպոզիցիա լինի, հոգեվորական լինի, arczepiskopos, կաթողիկոս, կամ նույնիսկ եթե սպիրկից լինի եւ փորձի Հայաստան այցելել չեն թողնելու, ուրեմն իրենք զերո հանդուրժողություն ունեն որևէ մեկի հանդեպ, որ իրենց կրբանում չի։ Ուրեմն բռնելու են, ասֆալտին բռնելու են, բադին խփելու են, ցերպակալելու են, բանդարգելու են, ամեն ինչ անելու են, որտեղ իրենք լրիվ իշխանությունը իրենց ցերկն է, միայն իրենք իշխանություն ունեն, ինչ որ ուզում են անում են, ով որ փողոքի այդ փողոքները դեռ չի հասնում, եւ երկրորդն էլ նաեւ այստեղ մեղքի բաժին ունի արևմուտքը, Եվրոպան եւ Ամերիկան, որ անընդհատ խոսում են մարդկային իրավունքներ, ճշմարտություն, պատմական ճշմարտություն եւ այլն, բայց դա արևմուտքի խաղն է, որ հետեւյալն է, որ բացատրեմ, եթե որևէ երկիր, որ Ամերիկայի հագարակ է, Եվրոպայի հագարակ է, եւ որևէ ամենափոքր խախտումը լինի այդ երկրում, մեծ պրոբլեմ սարքում այդ երկրի գլխին, նույնիսկ եթե պետք է գնում հարվածում են այդ երկրի, հարձակվում են, պատերազմ են հրշակվում, ցերպակալում են այդ երկրի նախագահը, բերում են, բանտարկում են Նյու Յորքում, այսինքն հարցը մարդկային իրավունքների խախտումը չէ, այլ թե այդ մարդը իրենց տաշնակիցն է, ոչ թե հակառակորդն է։ Եթե հակառակորդն է, ամեն ինչ անում են։ Այդ ամենափոքր խախտումի վերաբերյալ։ Բայց եթե այդ հագարակի այդ երկիրը տաշնակից է Ամերիկային, օրինակի համար Թուրքիան եւ Ադրբեջանն մոդենում է այդ նույն կարգավիճակին, Թուրքիան, որ 30 տարի է ավելի ամեն տեսակի օրենքներ խախտել է, օրենք, սահմանություն, մարդկային իրավունքներ, բանտարկել են ժուրնալիստներ, Էրդողանը բանտարկել է իր հակառակորդը հաջորդ տարվա ընտրություններին Իմամ Օղլուին, բայց ոչ մի բառ չենք լսում ոչ Եվրոպայից, ոչ Ամերիկայից այդ Թուրքիո բազմաթիվ խախտումների վերաբերյալ։ Ուրեմն էսի ամբողջ խապկանք է ժողովրդին խապում են, որ իբր թե Ամերիկան, Եվրոպան հավատում են մարդկային իրավունքների, բայց չեն հավատում, բարձրապես մարդկանցները օգտագործում են, շահագործում են, որովհետեւ իրենց քաղաքական եւ ռազմական նպատակներին հասնեն։ Պարոն Սասունյան, այս պայմաններում ձեր դիտարկմամբ 2026 թվականի ընտրություններից ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ։ Այստեղ էլ կան բներեք, որ հաջող ասում եմ նույն բանը, որ մի քանի հարցեր կան։ Մեկը այն է, որ իշխանության մեջ է արդեն ինքը առավելություն ունի, որտեղ կարող է պետության բոլոր ռեսուրսները օգտագործել եւ հակառակորդները չունեն, օպոզիցիան չունի այդ առավելությունը, ուրեմն մոտ 15-20 դոգոս քվեներու առավելություն ունի այդ իշխանություն լինելու պատճառով։ Դա մեկ։ Երկրորդ Փաշինյանը, որ խորամանկ է եւ անընդհատ փորձում է այնպիսի անուշ խոսքերով, անուշ լեզվով խաբել ժողովրդին, խոստանալով ամեն ինչ, հիմա էլ անցյալ օրը Արցախահայերի հետ հանդիպեց եւ ասաց, որ ցես դների օժանդակությունը կբարձրացնեմ, որովհետեւ անոնք որ Հայաստանի քաղաքացի եղել են վերջերս, թեև ժամանակին արդեն Հայաստանի քաղաքացի էին, բայց երկրորդ անգամ քաղաքացիություն ստանում են, որովհետեւ հունիսին իրեն նվազ կվերգեն, նույն բանը անում է թոշակները բարձրացնելու մասին 10,000 դրամով դարեցների համար։ Այս բոլորը խաղեր են, որ ռեսուրսներ են, որ pedagogan ռեսուրս են, ոչ Փաշինյանի կրբանից մի գոբեկ է դուրս գալիս, ոչ էլ ԿԲ-ի կանցանագից,
Այսի բեդության փողերն են, որ Փաշինյանը շահագործում է, որովհետեւ իր վերընտրությունը գարանտի անի։ Եթե այսպես շարունակվի, ես վախենում եմ, որ գվերընտրվի, կվեն կստանա մեծամասնություն անգամ եւս, բայց հուսամ սխալվում եմ, որտեղ եթե Փաշինյանը վերընտրվի, արդեն շուտով մենք գործնելու ենք մեր հայրենիքը։ Պարոն Սասունյան, անդրադառնանք նաև Իրանում առկա իրավիճակին։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հայտարարում են, թե վճռական հաղթանակ են տանում Իրանի դեմ պատերազմում։ Իրանական կողմից էլ բոլորովին այլ հայտարարություններ ենք լսում։ Ձեր գնահատմամբ ինչպիսին է իրավիճակը եւ արդյոք այս հայտարարություններով Միացյալ Նահանգներն ու Իսրայելը իրենց ներքին լսարանին են փորձում համոզել, որ հաղթանակ են տանում եւ փորձում են այսպիսով դադարեցնել այս պատերազմը, թե դեռ երկար ենք ականատես լինելու պատերազմի շարունակությանը։ Ուրեմն այս պատերազմը լրիվ անիմաստ մի պատերազմ էր եւ անընդհատ խոսում է մանավանդ Թրամփը գերզիկներով սկսավ ասելու, որ պատերազմը սկսում ենք, որտեղ ատոմական ռումբեր պատրաստում են, շեմին են, շուտով պատրաստ կլինի, այդ բաժարապանություն դվեց պատերազմը հրաշագելու համար, բայց քիչի հետ փոխեց իր միտքը, ասաց, որ պետք է որ իշխանությունը փոխվի Պարսկաստանի, ռոմքներն ասում են ռեժիմը պետք է փոխվի, Էդել ասաց մի քանի անգամ, էդել մոռացավ, հետո ասաց, որ Պարսկաստանը հրթիռներ ունի, բալիստիկ հրթիռներ, այդ հրթիռները պետք է ցերբազատվի, որտեղ վտանգ է, բայց այդ հրթիռները Ամերիկայի վտանգ չեն, ոչ էլ Պարսկաստանը ատոմական ռումբեր պատրաստելու ծրագիր ուներ, եւ վերջերս ամերիկյան կառավարության Փարսաջան Պաշտոնյան, որ terrorizmi գլխավոր դնորեններ հրաժարվեց դուրս եկավ եւ հայտարարեց որ երեք որ Պարսկաստանը ովևէ ծրագիր չուներ ատոմային ռումբ պատրաստելու, էդի գերզիկ է։ Հիմա շատ անորոշ անհստակ մի պատերազմ է, առանց որ իմաստ չունի, նպատակ չունի, թե ինչ փորձում են անել, անշուշտ գործանում են, հազարավոր հրթիռներ արձակում են Պարսկաստանի հյուսից հարավ, արևելքից արևմուտք, հազարավոր մարդոց վիրավորում են, սպանում են, ղեկավարներին սպանում են։ Այս բոլորը շատ մեծ գորուստ է մարդկության համար, ընդհանրապես ոչ միայն Պարսկաստանի համար։ Եվ անշուշտ Թրամփը նկարագրով շատ ինքնահավան լինելով միայն այս պատերազմը չէ, ամեն ինչ որ անում է, ինչ ալ արդյունքը լինի, որքան էլ ցախող լինի արդյունքը, ինքը ինքնին արտարացնում է, ասելով որ ես հաղթական եմ, հաղթել եմ եւ այսպես։ Դեսանք ամբողջ տարի խոսեց որ ինքը 7-8 պատերազմ կանգնեցրել է, պետք է Նոբելի խաղաղության մրցանակ ստանա եւ այլն, որ դա գերզիկ էր, թե հաղթանակները գերզիկ էին, թե խաղաղության դեպ թե Նոբել մրցանակը որ չստացավ, ոչ էլ ստանալու է։ Մի մարդ որ Նոբել խաղաղի մրցանակ ուզում է քիշեր ծերեք, հարձակվեց Վենեսուելայի վրա, բռնեց այդ երկրի նախագահը, բերեց Նյու Յորք բանդարգեց, հիմա անցյալ հունիսին հարձակվեց Պարսկաստանի վրա, ռմբակոծեց, հիմա նորեն հարձակվեց հազարավոր հրթիռներով։ Այս մարդը ոնց ինքն իրեն մտածում որ ինքը խաղաղության նախագահ է, մանավանդ որ ընդրաբայկարի ադեն նախքան նախագահ լինելը անընդհատ խոսում էր որ ես խաղաղության նախագահ եմ լինելու, նախի նախագահները պատերազմի նախագահներ էին, ես ոչ մի պատերազմ չեմ սկսելու, ճիշտ հակառակը ես պատերազմները ավարտելու եմ։ Հիմա անում է ճիշտ հակառակը։ Ուրեմն այս մարդը նաև ուրիշ բան ասեմ որ մեր ժողովուրդը չի իմանում 4 տարի առաջ երբ որ առաջին անգամ նախագահ եղավ 4 տարի զարակորձ նախագահ ամեն օր որ խոսում էր ինքը իր ամբողջ խոսքերի մեջ անընդհատ գային սուդեր եւ գերզիկներ եւ Washington Post թերթը որ ամենամեծ թերթերից մեկն է Ամերիկայի ամեն օր մի ցուցակ էր պատրաստում թե այդ օրը Թրամփը քանի սուտ խոսել է Սպես շարունակել 4 տարի այդ ցուցակը շարունակեցին եւ որքան որ հիշում եմ
4 տարում փաստացի մեկ-մեկ նշելով ստացան ընդհանուր գումարը 25000 սուտ։ Մի բան որ կարծեմ աշխարհի պատմության չի եղել, մեծ չի եղել, որ մի մարդ 25000 սուտ խոսի եւ այսպես շատ հանգիստ ժողովրդի արժեվ ելույթ ունենա, որ ես խաղաղություն բերել եմ, ես փառքավաճում բերել եմ ամերիկյան ժողովրդին, ինֆլյացիա չկա, քիները իջեցրել եմ, որ հագարակն է ճիշտ, ինչ որ ասում է ինքը, ճշմարտությունը հագարակն է։ Հետո որ պետք է ուշադրություն դարձնել ինչ է ասում, որ ինչ ասում է հագարակն է, որ իսկապես տեղի ունենում։ Սպասել այս պատերազմի ավարտի առաջիկայում հաշվի առնելով առկա խոսույթը, թե դեռ այն չի նախանշվում։ Սկիզբը Տրամպը այն դպավարություն տալիս էր, որ այս պատերազմը չախշախիչ պատերազմը կլինի Բարսկաստանի թեմ եւ մի քանի օրից կավարտվի, այդեր որ առաջին օրերին շատ հսկա ռմբակոծումներ տեղի ունեցան, թե Իսրայելի կողմից, թե Ամերիկայի կողմից, երկուսն էլ քերզոր բանակ եւ զինուժ ունեն եւ մտածում էին, որ մի քանի օրից կավարտվի, բայց երբ որ տեսան, որ դիմադրում է Բարսկաստանը չեն զիջում, իշխանությունը չեն տալիս, սկսան ասելու, որ դեր այո հաղթել ենք, բայց մի քիչ էլ մնացել է, այդ էլ ավարտենք, որովհետեւ ավարտվի մի 15 օր առաջ Տրամպը հիշում եմ ասաց, որ շուտով ավարտվելու է պատերազմը։ Բայց հետո էլ հաջորդ օր ասաց, որ դակավին 4-5 շաբաթ կդեվի, հիմա արդեն 3 շաբաթը անցել է, շուտով անցնելու է 4-րդ եւ 5-րդ շաբաթը, բայց երբ որ դակավին չկա դեսանելի արդյունք, որ ոչ իշխանապողություն կա Ռուսաստանի մեջ, ոչ էլ այդ ատոմակայանի գերզիկն էլ երկու գրտնագի գերզիկ է, որտեղ անցյալ հունիսին երբ որ ռմբակոծեց ատոմակայանի լրան մեջի այդ գայանը, ինքը ասաց, որ լրիվ չախչախել ենք, ոչ մի բան քարի վրա չենք ցկել, ոչ մի բան չի մնացել։ Հիմա եթե հունիսին ոչ մի բան չի մնացել, եւ Ամերիկայի հետախուզության ղեկավարը, որ 3 կոնգրեսի մեջ զեկուցեց, հարցրեցին իրեն հունիսից ի վեր, որ իբր թե Տրամպը չաշխախեց բոլոր տեսակի ատոմական այդ սարքավորումները, Բարսկաստանը արդյոք սկսել է շարունակել իր ջիքերը ատոմականի վրա, ասաց ոչ մի աշխատանք չկա, քայլ չկա Բարսկաստանի կողմից, ուրեմն քանի որ հետախուզության ընդհանուր Ամերիկայի ղեկավարն է Թուլսի Գաբրդի անունը եւ ինքը ասում է որ ոչ մի ատոմակայանի նոր քայլ չկա եւ Տրամպը շեշտում էր որ անցյալ հունիսին գործանել է ամեն ինչ լրիվ 100%-ով եւ ուրեմն ինչ է բաժարը որ հիմա անգամ եւս գործանում են մի բան որ արդեն գործանվել է ասեն իմաստ չունի երկու անգամ գործանել մի բան որ լրիվ գործանվել է Edel Sude անշուշտ, բայց ավելի ընդհանուր մի նպատակ ունի մանավանդ Իսրայելը, ավելի քան թե Ամերիկան, որտեղ այս պատերազմը Ամերիկայի պատերազմը չէ իսկության մեջ, Իսրայելի պատերազմն է։ Եվ Ամերիկան էլ մասնակցում է Նեթանյահուի այդ համոզմունքով, բայց Իսրայելը ունի մի քիչ ավելի ծայրահեղ նպատակ, իրենք ուզում են որ Բարսկաստանը լրիվ չախշախեն իր տնտեսությունը, իր նավթի խողովակները, գազը, աղբյուրները ամբողջ, որովհետեւ Պարսկաստանը մի 30 տարի չվերակտնե իր նախին դիրքորոշումը, որովհետեւ Իսրայելը 30 տարի ավելի հանգիստ ապրի, չմտահոգվի ովևէ սպառնալիք կապվանք Պարսկաստանի կողմից։ Ուրեմն իրենք ուզում են լրիվ չախշախել Բարսկաստանը ծայրից ծայր։ Այս է Իսրայելի իսկական նպատակը, անկախ թե ինչ որ իրենք ասում են թե իշխանություն փոխենք, ես անենք, այդ բանենք, դրանք չեն արվելու եւ երբ որ մի օր Տրամպի եւ Նաթանյանը հայտարարեն որ մենք պատերազմը կանգնեցնում ենք եւ անշուշտ ամիջապես պիտի հայտարարեն հաղթանակ բայց այդտեղ ոչ մի հաղթանակ չի լինելու, բարձրապես որտեվ կանգնեցնում են, որտեվ այդքան հազարավոր հրթիռներ արձակեցին Բարսկաստանի վրա, որ հիմա
շուտով վերջանալու է թե Իսրայելի հրթիռների եւ թե Ամերիկայի, եւ այս հրթիռները շատ բարդ սարքավորումներ են, որոնք առնվազն գտեվի 1 կամ 2 տարի նոր հրթիռներ սարքելու համար։ Դա չէ որ կարող ես մի օրվա մեջ նոր հրթիռներ սարքել։ Այդ հազարավոր հրթիռներ որ ուղարկում են դեպի Բարսկաստան, այսինքն Ամերիկան քրեթե հրթիռ չունի իր մոտ, եթե Ամերիկան ունենա մի պատերազմ, լուրջ պատերազմ այլ երկրի հետ, ասենք Չինաստան կամ Ռուսաստան, զուրկ է Ամերիկան այդ հրթիռներից, այդ սարքավորումներով, որ օգտագործի այդ պատերազմում իր շահերը պաշտպանելու համար։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ամենայն սիրով, բարի օր ձեզ։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։